Ինչու մերժել Փաշինյանին եւ հունիսի 7-ին պարտադիր գնալ ընտրատեղամասեր եւ չքվեարկել 16-ի թիվ 16-ի օգտին։ Աշխարհաքաղաքական 3 մի քանի ոլորտներով էական Հայաստանի համար կարևոր ոլորտներով ներկայացնում եմ, թե ինչու չպետք է քվեարկել թիվ 16-ի օգտին եւ ինչու դա կլինի աղետալի։ Աշխարհաքաղաքական 1-ում եւ 2-ում պատմել եւ հիմնավորել եմ, թե ինչպես են թուրքական իրական օրակարգի ներքո ամերիկյան եւ եվրոպական այսպես կոչված գործընկերները սատարում Փաշինյանի իշխանությանը, ոչ թե Հայաստանի իշխանությանին, այլ հենց Փաշինյանին։ Եվ սա շարունակելով աշխարհաքաղաքական, ասեմ, որ Հայաստանը հայտնվել է ներկայի ծանր վիճակում հենց աշխարհաքաղաքական շահերի կենտրոն լինելու պատճառով եւ այն պատճառով, որ հայկական իշխանությունները հրաժարվել են հայկական շահեր սպասարկել, դադարել են տեր լինել ջանքեր գործադրել մեր խնդիրների լուծմանն ու կարգավորմանը եւ հետևանքով դրա հայտնվել ենք ներկայի ծանր վիճակում, երբ բոլորը ամեն տեղից փորձում են մեզ օգտագործել։ Եվ այդ համատեքստում, քանի որ ԱՄՆ-ը Իրանի հետ պատերազմի մեջ էր, մինչև հիմա էլ պատերազմի մեջ է եւ ռիսկը պատերազմի ակտիվ փուլ մտնելու դեռ արդի է, այս միջանցքը, որ Ալիևը գլուխ էր գովում ամիսներ առաջ, որ ինքը ուրախ է, երբ արևմտյան գործընկերները սկսել են այդ միջանցքը կոչել Զանգեզուրի միջանցք, այսինքն թրիփը կոչել Զանգեզուրի միջանցք եւ հրճվանքով ծիծաղում էր այս առիթով։ Եվ սա ցուցանում է նաեւ, թե ինչքան թուրքական պրոյեկտ է այս ամեն ինչը, այսինքն այդ թրիփ կոչվածը եւ ինչպես է դա ամերիկյան խաղաղությամբ իրականացվում։ Եվ Իրանի օրինակը պատահական չբերեցի, Իրանը լինելով մեր հարևան պետություն, այն երկու երկրներից հաջորդն է Ռուսաստանից բացի, որը շահագրգռված չէ, ավելին դեմ է այդ միջանցքով, ինչու, պարզ պատճառով, շատ պարզ, որը մեր ժողովրդի մեջ շատերը չեն ուզում հասկանալ։ Դա թուրքական աշխարհները կապող եւ ուժեղացնող միջանցք է լինելու, որը հիմք է դնելու այդ տարածքների գրավմանը եւ սրա հետևանքով այս գործոնը, այսինքն ամերիկյան ներկայությունն էլ եւ թուրքական ուժեղացումը այս տարածաշրջանում Հայաստանի անցումը դրա ազդեցության գոտու տակ սպառնալու է անմիջապես Իրանի անվտանգությանը եւ հետեւաբար Փաշինյան ընտրելով թրիփը կյանքի կոչելով սա ոչ միայն հայկական շահերի դեմ է, այլ նաեւ սա մեզ դեմ է հանելու Իրանին, սա իդեպ դեմ է հանելու մեզ Ռուսաստանին, այն մարդիկ, որ պնդում էին, ասում են Ռուսաստանն էր այդ միջանցք ուզում, ոչ, հայկական իշխանությունն է համաձայնվել միջանցք տալիս, ռուսները ասում են, ուրեմն մենք պետք է այդտեղ լինենք, որպեսզի վերահսկողություն ունենանք, այնինչ Փաշինյանը շրջանցեց դա եւ ռուսական առաջարկը միջանցքի, Լաչինի միջանցքի փոխանակում էր, այսպես ասած, իսկ այս պարագայում անիմաստ, այսինքն անիմաստ չէ, թուրքական շահեր սպասարկելու ներքո, գուցե սպառնալիքի ներքո, որը որ մեզ հայերիս այդքան հետաքրքիր չէ, ինչու, որովհետև երկրի ղեկավարը եթե պիտի սպառնալիքի ներքո անի հակահայ գործողություն, ապա պետք է հեռացնել նրան։ Եվ սա է այն գլխավոր պատճառները սրանք են աշխարհաքաղաքական 3-րդ մասում հենց սա եմ ուզում ասել, որ պարտադիր է, որպեսզի բոլորդ գնաք ընտրատեղամասեր եւ չթողեք, որ Հայաստանը վասալ պետություն, գաղութացված պետություն թուրքական աշխարհների կողմից դառնա հովանու ներքո կեղծ եվրոպական աջակցության, իբր թե Եվրամիության անդամ դառնալու, որը անհնարին բան է, անհնարին նաև այն պատճառով, որ օրինակ Գերմանիայում, որը Եվրամիության շարժիչ պետությունն է, ապրում է 3 միլիոնից ավել թուրք, որոնք իրականում մեծ քաղաքական ազդեցություն ունեն որոշումների վրա Գերմանիայում, իսկ Թուրքիան գիտենք, որ հավակնում է դառնալ Եվրոպական միության անդամ, սակայն անվտանգային նկատառումներից ելնելով Եվրոպական միությունը չի ուզում ընդունել Թուրքիային, եւ հետեւաբար նաեւ այս պատճառով անհնար է, որ Հայաստանը կարողանա դառնալ ԵՄ անդամ շրջանցելով Թուրքիայի անդամակցությունը։ Եվ սա կեղծ օրակարգ է, ԵՄ անդամ դառնալը կեղծ օրակարգ, իսկ իրականը նա է, որ պետք է թուրքական ազդեցության տակ Հայաստանին դնել, որպեսզի նրանց շահերը սպասարկվեն այստեղ, Ռուսաստանին պետք է կարգել թշնամի, որպեսզի Հայաստանը մենակ մնա եւ ընկնի թուրքերի գիրկը էներգետիկ տնտեսական առումներով նաև կորցնի շարունակ այլ տարածքներ, որպեսզի այդ երկրները ներկայություն ունենան այս տարածաշրջանում եւ կարողանան ընդհանրապես մեր տարածքը օգտագործել Իրանին եւ Ռուսաստանին վնասելու համար։ Այս է բացարձակ ճշմարտությունը։ Գնում ենք բոլորով, բոլոր հայերը մտահոգ
տանը նստած ոչ մի բան չի լինելու։ Գնում ենք ընտրատեղամասեր, չենք քվեարկում 16-ին եւ քվեարկում ենք իրական ընդդիմադիրների օգտին, այլ ոչ թե կեղծ ընդդիմադիր ձևացող, բայց ոչ հայկական օրակարգեր սպասարկող այդ բազմաթիվ խմբերի, որ հիմա մասնակցում են ընտրություններին։ Լավ եղեք, լավ երեկո բոլորիդ։